ԱՄՆ ռազմածովային ուժերն այսօրվանից կշրջափակեն Հորմուզի նեղուցը, հայտարարել է Դոնալդ Թրամփը այն բանից հետո, երբ Պակիստանում Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության չեկան պատերազմն ավարտելու շուրջ։ ԱՄՆ նախագահը պնդել է, որ այլ երկրներ եւս կօգնեն ԱՄՆ-ին թույլ չտալու, որ Իրանը նավթ վաճառի, թե որ երկրների մասին է խոսքը Թրամփը չի նշել։ Հորմուզի նեղուցի հետ կապված շատ լավ բաներ են տեղի ունենում եւ մեր երկրի համար շատ լավ բաներ են տեղի ունենում։ Այլ երկրներ եւս աշխատում են, որպեսզի Իրանը չկարողանա նավթ վաճառել։ Սակայն ՆԱՏՕ-ի անդամ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ոչ մի կերպ չի ներքաշվի այս պատերազմում եւ չի մասնակցի նեղուցի շրջափակմանը։ Ճապոնիան էլ հայտարարել է, որ դեռ չի որոշել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը կվերաբերի դեպի իրանական նավահանգիստներ եւ հակառակողությամբ երթևեկող բոլոր նավերին։ Մյուս նավահանգիստներից օգտվող նավերի շարժը ԱՄՆ-ն չի խոչընդոտի։ Շրջափակումից առաջ իրանական 2 տանկեր է նեղուցով դուրս եկել Պարսից ծոցից։ Իրանը սպառնացել է խստորեն պատժել ամերիկյան ռազմանավերին, եթե դրանք մոտենան Հորմուզի նեղուցին, ինչը կդիտարկվի նաև հրադադարի խախտում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պարսից ծոցում նավահանգիստների շրջափակումն անօրինական կլինի հավասարազոր ծովահենության։ Կորպուսը նաև նշել է, որ ոչ բարեկամական երկրների նավերն իրավունք չեն ունենա անցնել նեղուցով, իսկ մյուս երկրների նավերը միայն Իրանի հետ համակարգմամբ։ Իրանի խորհրդարանի խոսնակն էլ, որը Պակիստանի բանակցություններում գլխավորել էր իրանական պատվիրակությունը, հայտարարել է, որ Իրանը չի հանձնվի սպառնալիքների ներքո։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում արած գրառմամբ նաև ծաղրել է նեղուցը շրջափակելու Թրամփի ծրագիրը։ Վայելեք վառելիքի ներկայիս գները, այսպես կոչված շրջափակման պայմաններում շուտով կարոտով կսպասեք 4-5 դոլար արժողությամբ բենզինին։ Իրանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Իսլամաբադում կողմերը շատ մոտ էին համաձայնության, սակայն բանակցությունները ձախողվեցին ԱՄՆ առավելապաշտական մոտեցման եւ ընթացքում պահանջները փոխելու պատճառով։ Աբբաս Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ն ոչ մի դաս չի քաղել անցյալից։ ԱՄՆ նախագահը միջդեռ պնդել է, որ բանակցությունները ձախողվել են գլխավորապես Իրանի պատճառով, որը չի հրաժարվում միջուկային զենք ունենալու գաղափարից։ Ապա Թրամփը զգուշացրել է, Իրանին ոչ մի դեպքում թույլ չի տրվի միջուկային զենք ձեռք բերել։ Ավելին, ամերիկյան Wall Street Journal-ը իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ բանակցությունների ձախողումից հետո Թրամփը քննարկում է Իրանի վրա հարձակումները վերսկսելու հնարավորությունը։ Սպիտակ տնից թերթին ասել են, որ բոլոր տարբերակները դիտարկվում են։ Ումինչ Վաշինգտոնը սպառնում է շրջափակել Հորմուզի նեղուցը, Իրանն էլ կոշտ արձագանքել, Իսրայելը շարունակել է հարվածներն արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ենթակառուցվածքներին Լիբանանում, կան զոհեր եւ վիրավորներ։ Հեզբոլլան հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Լիբանանին հարվածները կշարունակվեն։ Մենք տեսնում ենք, որ անվտանգության գոտու շնորհիվ կանխել ենք Լիբանանից ներխուժման սպառնալիքը։ Մենք հետ ենք մղում հակատանկային կրակի վտանգը, բայց դեռ շատ անելիքներ կան։ Նեթանյահուն նաև ասել է, որ Իսրայելին հաջողվել է էապես փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Իրանն ու նրա պրոքսիները, որոնք ըստ Նեթանյահուի ցանկանում էին ոչնչացնել Իսրայելը, հիմա պայքարում են սեփական գոյատևման համար։